Ողջույն սիրելի դիտորդներ։ Ողջույն։ Ես Արմինեն եմ եւ իմ ընկեր Մարիաննայի հետ, ում հետ մենք շատ վաղուց ենք արդեն ընկերություն անում։ Չնայած մեր տարիքային լուրջ տարբերության, որոշել ենք ձեզ ներկայանալ երևի հետաքրքիր մի ֆորմատով, հուսամ ձեզ հետաքրքիր։ Ես ու Մարիաննան մեր առօրյայում շատ տարատեսակ թեմաների շուրջ զրույցներ ենք ունենում, քննարկումներ ենք ունենում։ Եվ տարաձայնություն։ Ինչ առումով տարաձայնություններ սերունդների բախում է լինում մեզ մոտ, որովհետև ես ու Մարիաննան տարբեր սերունդներ ենք ներկայացնում։ Եվ այդ հետաքրքրությունը այնքան բորբոքեց մեր մեջ ցանկությունը ձեզ հետ կիսելու, որ որոշեցինք այո, նաև մեր քննարկումները դարձնել հանրային։ Շատ մեծ հույս ունենալով, որ ձեր կողմից կսիրվի այս ֆորմատը հենց մեր մասնակցությամբ։ Եվ առաջարկում եմ սկսենք մեր քննարկումը հենց ընկերության թեմայով։ Այո, սկսենք։ Ինչ է իրենց ներկայացնում ընկերությունը առհասարակ, ինչ է ընկերությունը առհասարակ, ինչի մասին եւ ոնց է ստացվում, որ երկու տարբեր մարդիկ ինչ-որ մի օր դառնում են լավ ընկերներ։ Ոնց որ օրինակ ես ու դու։ Շատ լավ հարց է, ընդհանրապես ընկերությունը մարդու համար շատ մեծ նշանակություն ունի, կարծում եմ։ Կոնկրետ իմ համար շատ մեծ նշանակություն ունի։ Նախ ասեմ, որ ընկեր բառը երկու արմատից է բաղկացած։ Չգիտեմ որքանով գիտեն, երկու արմատը դա ընդհանուր եւ կեր։ Խոսքը հոգեվոր կերի մասին է գնում, իհարկե։ Տեսեք ինչ լավ է ունենալ ավագ սերնդի ներկայացուցիչ, ումից կարող ես սովորել հետաքրքիր բաներ, իմ համար շատ հետաքրքիր ֆրազա էր, ես հաճախ այլևս կօգտագործում։ Եվ ինչպես է ընկերությունը ստեղծվում, մարդիկ ծանոթանում են, ինչ-որ էներգետիկ բան կա, փոխանակում, պիտի դուրդ գա այդ մարդը։ Հետո նստում են, շփվում են, ինչ-որ թեմաների շուրջ խոսում են, տեսնում են, որ նույն ուրեմն մոտեցումը կա տարբեր խնդիրներին, տարբեր հարցերին, շատ ժամանակ արվեստից են խոսում, գրքերից են խոսում, եթե հիմա գրքերից խոսում են այդ մի կողմ։ Եվ շփումից հետո գնում ես տուն, մեկ էլ զգում ես, որ այդ մարդը բավականին պակաս է, հարազատ է։ Ուզում ես զանգես, ուզում ես խոսես, ուզում ես շփվես, հարկ եղած դեպքում ուզում ես կիսվես։ Կամաց մեկ էլ զգում ես, որ այդ մարդը արդեն անփոխարինելի է եւ շատ լավ է, որ այդպիսի մարդիկ կան մեր կյանքում։ Ես երջանիկ եմ ուղղակի, որ ունեմ ընկերներ, ընդհանուր կեր ունեցող մարդիկ։ Շատ սիրուն ասեցիր, ես շատ համաձայն եմ, որովհետեւ այո, ընկերությունը դա ընդհանուր սննդի էներգետիկ փոխանակման առհասարակ ընկերությունը էմոցիոնալ փոխհարաբերությունների մասին է եւ այո շատ օտար մարդիկ կարող են ինչ-որ մի օր դառնալ հարազատ ու կարեկից ինչու՞ չէ նաեւ ընկերներ, ինչպիսին եղանք նաեւ ես ու դու մեզ բոլորովին այլ մարդ ծանոթացրեց եւ ճիշտ է, այդ մարդը հիմա շատ հազվադեպ է մեզ հետ շփվում, բայց մենք մնացել ենք լավ ընկերներ եւ ես շատ շնորհակալ եմ Աշոտին, որ ինձ հետ ծանոթացրեց։ Ես նույնպես։ Բայց արի նշենք, որ կան մարդիկ, որոնք ընկեր չունեն։ Եվ ասեմ, որ քանի որ մենք տարբեր սերնդի ներկայացուցիչներ ենք, ասեմ, որ այդ մարդիկ հիմա ավելի շատ են, քան մեր ժամանակ, քան իմ երիտասարդների ժամանակ։ Երկու խոսք այդ մասին։ Նախ պիտի ասեմ, որ ինձ համար դա շատ աշխարհի ամենավատ բաներից մեկն է, որովհետև որ գիտես ընկերության քաղցրությունը, այո, կարող ես ասել։ Ես անասելի զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր որ նախընտրում են չունենալ ընկեր, նախընտրում են մենակությունը, հոգեկան, ինչ-որ sense։ Ինչ-որ հոգեվիճակ է դա ըստ երևույթին, հա։ Ես գիտես ինչ եմ նկատել այդ մարդկանց մոտ, ես նկատել եմ, որ այդ տեսակ մարդիկ առհասարակ ովքեր ունեն քիչ ընկերներ կամ ընդհանրապես չունեն, այդ մարդիկ շատ էմոցիոնալ առումով շատ սաղ են։
Ու ըստ երևույթին երևի այդ մարդիկ բնականաբար ոչ տալիս են էմոցիա, ոչ էլ ունեն երևի թե վերցնելու անհրաժեշտություն, որովհետև այո, առանց էմոցիայի ընկերություն չի կարող լինել եւ շատ վատ է բոլոր այն մարդկանց ում խոսքս ովքեր չունեն ընկերներ, տեսեք ընկերը առհասարակ թեթևության մասին է խոսում, էլի։ Դու պետք է ունենաս ընկեր, որի հետ կարող ես կիսել ամեն ինչ, այո։ Դրա համար չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր չունեն, բայց հա, կան մարդիկ, որ ընկերներ։ Մեր ժամանակ առանց ընկեր պատկերացնելու չէր կյանքը։ Ենթադրենք ինստիտուտից հետո ով էր տուն գնում։ Ով զանգում էինք տնեցիներին ասում էինք գանք ուշ։ Ու գնում էինք ընկերներով սրճարան, քաղաքից դուրս, անգամ շատ ժամանակ մերոնք չէին էլ իմանում, մենք կարող ենք Վրաստան գնայինք, խնկալի ուտեինք ընկերներով։ Այդպես հավես բաներ ենք արել։ Ինչ լավ ընկերություն եք արել։ Երեկոյան կմտնեի տուն, մաման ոչ էլ իմանում էր, որ գնացել ենք Վրաստան եկել ենք։ Այդպես ինձ այդ Վրաստան գնացողները հիմա կարող է տեսնեն ու հիշեն այդ պահերը։ Դրա համար ընկերը շատ լավ բան է եւ ես կցանկանամ, որ բոլոր ընկերները իրանց արդարացնեն որպես ընկեր, որտեղ մենք իրենց ընդունում ենք, իրանցով ապրում ենք եւ մենք էլ ենք պարտավոր, եթե ընկեր ենք կոչվում, լինենք լավը։ Մար, իսկ սենց հասկացություն կա, չէ, որ լավ ընկերը դա նեղորվա ընկերն է։ Այդ արտահայտությունը ըստ քեզ հասկացա։ Նեղորվա ընկերը իհարկե նեղորվա համար ընկերը պետք է գա, օգնի եւ այլն, բայց երբ որ դու երջանիկ ես ընկերդ պետք է ուրախ լինի քո համար։ Եթե չուրախացավ, ի սրտե, անկեղծ չուրախացավ, ուրեմն մի քիչ այն ընկերը չի։ Եվ դու պիտի զգաս դա, որովհետև շատ մեծ տեստ է դա։ Ես օրինակ մտածում եմ, որ այդ արտահայտությունը այնքան էլ ինքը ավելի շատ ուղղճացված արտահայտություն է ինձ համար, որովհետև երբ որ ասում են, որ նեղորվա ընկերն է իսկական ընկերը, չէ։ Չէ։ Բոլորովին հեշտ է գալ կարեկցել։ Այո, հեշտ է։ Նեղորվա ընկերը ավելի հեշտ ընկեր է, քան լայն օրվա ընկերը, դրա համար այո, իսկական բայց դա իհարկե դա է լայնորեն ընկերներն են։ Իհարկե, որովհետև մենք բոլորս էլ ինչ որ անցնում ենք կյանքի ելևէջներով եւ պետք է, եթե գիտես ընկերդ կողքդ է, հեշտ է, շատ ավելի հեշտ է։ Կա այդպիսի հասկացողություն, հա, մտերիմ ընկեր եւ քո կարծիքով ինչքան մտերիմ ընկեր կամ ընդհանրապես ընկեր կարող ես ունենալ, կարող է մարդ ունենալ։ Առհասարակ ընկերության մեջ քանակ ու որակ կարծում եմ դրանք անհամատեղելի բաներ են։ Ես միշտ ասում եմ, որ ես ունեմ ընկերների շատ մեծ զամբյուղ, որտեղ կա, այո, որտեղ կա ամենասովորական մրգից մինչև ամենաէկզոտիկ միրգը։ Ատենացից որ միրգն եմ, կներես։ Առանձին կանադառնանք, չհանրայնացնենք։ Ու այդ զամբյուղում բոլոր մրգերը իմն են։ Այսինքն ես իրենց տարանջատել չեմ կարող, որովհետև դա իմ զամբյուղն է ու այդտեղ կան որակապես տարբեր մարդիկ, որովհետև դու պիտի ունենաս որակապես տարբեր ընկերներ։ Դա պիտի չէ, այդպես ստացվում է։ Այդպես ստացվում է եւ այո, եւ նույնիսկ անհրաժեշտ է որ լինեն որակապես տարբեր։ Իսկ մտերիմ ընկեր հասկացությունը ենթադրում եմ, որ կա ու ես միշտ ասում եմ, որ մտերիմ ընկերները դրանք շատ չեն լինում, դրանք մի քանիսն են լինում եւ մտերիմ ընկերը արդեն ոչ թե քեզ ընկեր, այլ քո ընտանիքի անդամ, ես այդպես եմ վերաբերվում։ Օրինակ ես մի օրինակ հենց հիմա այսպես շատ հետաքրքիր մի բան հիշեցի։ Ես ունեմ ընկերուհի, ով իմ ընկերուհին է դեռ ուսանողական տարիներից, մենք միասին ինստիտուտում ենք սովորել, շատ մեծ բարևներ իմ արևին, եւ մենք հիմա շատ հազվադեպ ենք հանդիպում, տարին մեկ անգամ, որովհետեւ ինքը այստեղ չի, այո։ Ու մի հետաքրքիր դեպք հիշեցի արևի հետ կապված, մեր ընկերության եւ մտերիմ ընկերության օրինակն եմ ուզում բերել։ Ինստիտուտում դե հաճախ էինք ընթարվում, որովհետև ընկերությունը նաև, այո, ընդհարումների մասին է, ընկերությունը միշտ չի որ իրավուն բաների մասին է։ Հաճախ էինք ընթարվում, բայց մեր ընկերության մեջ կար մի կարգ,
ինչքան էլ մենք լինենք ընդհարված, մենք պիտի միասին գնայինք ինստիտուտ, միասին ինստիտուտից դուրս գայինք, մի նստարանին նստեինք, դա անբեկանելի էր։ Հիշում եմ այդ օրը մենք շատ լուրջ ընդհարում էինք ունեցել, այդ օրը նույնիսկ միասին դասի չեկանք։ Տղայի կռիվ է դա։ Չէ, բոլորովին այդ տեսակ կռիվներ փառքաստո չենք ունեցել։ Նույնիսկ միասին ինստիտուտ չեկանք, բայց երբ որ դասերը վերջացավ, դե շարժվեցինք ու արևը գալիս է ինձ հետ։ Ձեն չեմ հանում դե։ Հետո մենք նստում էինք այն ժամանակ երթուղայինով էինք երթևեկում, նստում էինք մի երթուղային, որը գնում էր մի կետում, ինչ որ X կետում ես իջնում էի, որովհետև իմ քաղաքային տրանսպորտը այդտեղից էր գնում, հետո ինքը շարունակում էր։ Եվ հասել ենք այդ կետին, ինքը ինձ հետ իջնում է։ Դե լավ, ձեն չեմ հանում, չեմ հարցնում, ինչի ես իջնում, ուր ես ինձ հետ գալիս։ Քայլեցինք, ծաղիկների կետ կար, այդ ծաղիկների կետում կանգնեց, ես էլ կանգնեցի, ծաղիկներ վերցրեց, չեմ հարցնում ինչի ես վերցնում ում համար եւ այլն, մի օր առաջ մամայից ծնունդն էր։ Ինքը գալիս էր մամայից ծնունդը շնորհավորելու։ Այդպես մենք գնացել ենք նստել քաղաքային տրանսպորտը, գնացել մեր տուն, մամային շնորհավորել, չգիտեմ, սեղան նստել, լավ ժամանակ անցկացրել, այդ օր ինքը մնացել է մեր տանը եւ որևէ մեկը մեր տանը նույնիսկ մտքի ծայրով անգամ չի անցկացրել, որ մենք ընդհարված ենք, բայց մենք այդ ընթացքում բառ անգամ չենք փոխանակել, հասկանում ես, բայց մեր ուզում եմ այ դա է մտերմությունը դրա մասին է, այսինքն սա ընտրություն չէր, ինքը իմ ընտանիքի անդամներ, իմ մամայի ծնունդներ, ուրեմն ինքը պիտի գար շնորհավորել, վсё ինքը եկել է, ինքը հաշվի չի առել, մենք ընդհարված չենք, որտեղ մենք գիտենք, որ ինչ որ X կետում այդ ընդհարումը, ուզում եմ ասել, որ մտերմությունը դրա մասին է, որ ոչ մի խոչընդոտ չի կարող լինել ձեր մտերմություն։ Այնպես որ մտերիմ ընկերները քիչ են։ Մեկ խոչընդոտը իհարկե բերում է անկերության վերջին, բայց դրա մասին չխոսանք, ես մի հատ օրինակ բերեմ, ես էլ ունեմ տես մի հետաքրքիր պահ իմ ընկերուհուներից մեկի հետ, որ ինստիտուտում ուրեմն իր պապան միշտ նոյեմբերի 7-ին խաշ էին գնում, ամեն տարի խաշ էին տարիներով շարունակ, ու ես էլ մի քանի անգամ արդեն մասնակցած էի այդ ժամանակ, տեղացել էինք իրարից եւ փիլիսոփայության շատ լավ հիշում եմ այդ փիլիսոփայության դասին եկավ նստեց շատ մեծ անդիրքով Ացած վիզիտկայի նման բան դրեց ու տվեց դեպի, ասես բրտեց դեպի ինձ։ Նայեց, պապան քեզ խաշի է հրավիրում։ Լավ, ես կգամ։ Ու այդպես բարձրացինք։ Շատ այդ ասեցիր, պատվեցիր, ես էլ հիշեցի այդ։ Մարիսկ, այդպես մենք երկուս էլ օրինակը բերեցինք ընկերուհիների վրա։ Ինչ ես կարծում։ Հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարող է լինել մաքուր, լավ ընկերություն։ Այ շատ եմ սիրում տենց հարցեր, երբ որ տղամարդուն են ներգրավում, ասեմ իհարկե կարող է լինի ընկերություն, դրանում ոչ մի խոսք, բայց ուզում եմ միացած նյուանս ասեմ, էլի, իմ կարծիքով իհարկե, բայց վստահ եմ 100%, որ ես ճիշտ եմ, չգիտեմ, հիմա դուք կլսեք ու միգուցե դուք էլ ձեր կարծիքը ասեք, որ երբ Իքական սեռի ներկայացուցիչը արականի հետ հանդիպում են, մենք տեսնում ենք տղամարդու մեջ մարդ, առաջնային, մարդ ենք տեսնում, մեր դուրը գալիս է չի գալիս մարդ, տղամարդը տեսնում է սկզբից, կին, արարած, հետո այդ զգացմունքը, ինչը փոխարինվում է ընկերության, վերածվում է ընկերության, կամ էլ ընկեր չես դառնում, որտեվ շատ ժամանակ իրան եթե դու հետաքրքրում ես որպես կին եւ եթե որպես կին ավել ինքը չի ընդունում ինքը կորում է քո կյանքից տենց էլ է շատ լինում դրա համար այսպես տարբերություն կա մեր մոտեցման մեջ հա ընկերության սկզբի համար նկատի ունեմ բայց հետո անարատ մաքուր շատ լավ ընկերություն կարող է լինել եւ ես ունեմ ընկերներ շատ ուրախ եմ շատ երջանիկ եմ որ ես լավ տղամարդ ընկերներ ունեմ Ես էլ եմ միանշանակ համաձայն, որ այդ ընկերությունը անպայման կա, որովհետև ես ինքս ունեմ տենց շատ լավ ընկերներ, ես հենց հիմա իմ մտքին մի ընկերս եկավ, ով ինձ համար շատ անփոխարինելի մի ընկեր է, եւ որովհետեւ մի անգամ մենք չենք ունեցել այդպիսի մի խնդիր, որ մենք հակառակ սեռի ներկայացուցիչներ ենք
մեզ թե այլ ինչ-որ բան հետապնդի եւ այլն չէ, ու ես իրան միշտ ասում եմ իմացի։ Ով էլ որ հայտնվի քո կյանքում, ինքը պիտի իմանա, որ ես միշտ կամ։ Ха-ха, подруга, ты выглядишь потрясающе. Спасибо, друг, ты тоже. Ха-ха, отлично проводим время. Ага, лучшие друзья навсегда. Եվ նույնը բնականաբար հակառակը, որովհետև հաճախ լինում է, չէ, որ մեր ընկերները ունենում են արդեն իսկ անձնական կյանք, որտեղ կա իրենց սիրելի աղջիկը, սիրելի կինը, հա, ու չգիտես ինչ էսպես կորում են։ Ես շատ դժվար եմ դա տանում, դրա համար եմ այդ հարցը քննարկում։ Կարող է լինել այդպես։ Բայց sense մի բան ասեմ, Ջանիկս, Արմինե ջան, դու պատրաստ ես, որ քո ամուսինը ունենա ընկերուհի, էլի, ընկերուհի։ Եթե դու պատրաստ ես, միգուցե դու իրավունք ունես դա պահանջելու, որ դու չկորես ինչ-որ մեկի կյանքից, բայց միևնույն է պիտի հաշվի առնես կնոջ Իհարկե պիտի հաշվի առնես, ես բնականաբար չեմ բացառում։ Հա, բայց իհարկե ես կողմ եմ, որովհետև եթե ես ուզում եմ, որ իմ ամուսինը օրինակ ընդունի իմ ընկերներին, իսկ ես ունեմ շատ թանկ ընկերներ, որոնց չեմ ուզենա կորցնել, բնականաբար ես էլ պիտի չէ հաշվի առնեմ, որ ինքն էլ գուցե ունի այդպիսի թանկ ընկերներ, որոնց չի ուզում կորցնել։ Դրա համար իհարկե բայց ամեն մեկը տենց չի մտա։ Եթե դու մի սերնդի ներկայացուցիչ ես, որը ապրել է ինձանից առաջ, ինձ հետ եւ նաեւ հիմա ավելի երիտասարդ սերնդի հետ։ Դրա համար եմ ուզում այդ հարցը քննարկենք։ Ըստ քեզ երբ էր ավելի ընկերության գաղափարը ավելի պինդ, ավելի լավ, ավելի ընկալված։ Իհարկե մեր ժամանակ ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ ես ճիշտ եմ կարծում։ Ու երևի հիմա մի քիչ նեղվեմ, որ հիմա ավելի ընկերությունը այդ գինը չունի, ոնց որ մեր ժամանակ։ Մենք շատ ավելի ջերմ էինք, շատ ավելի մաքուր էինք, շատ ավելի վստահում էինք իրար։ Իսկ ինչի՞ց է այդ ըստ Այն ժամանակ չկար պսևդո ընկեր հեռախոսը, այն ժամանակ չկային էսա համացանցերը եւ մենք պարզապես շփվում էինք իրար հետ, կենթանի շփում։ Ունենալով իրար կարիք։ Այո, իհարկե։ Այն ժամանակ մենք տներից դուրս չէինք գալիս, շատ էինք հանդիպում եւ շատ հավես ժամանակ էինք անցկացնում եւ մի բան էլ ասեմ, մեր ծնողները ճանաչում էին բոլոր մեր ընկերներին, որովհետև մեր տուն գնալ-գալ կա։ Հիմա տուն գնալ-գալ չկա։ Արդեն վերջացավ։ Քչացել է։ Չէ, հիմա արդեն ծնունդ խնդրեմ ռեստորանում կամ սրճարանում։ Ո՞վ է տունը հիմա ծնունդ անում։ Բայց մեր ժամանակ է շփումը ծնողների, մեր ընկերների մեջ կար, հավես էր։ Շատ լավ էր։ Դրա համար մեր ժամանակվա ընկերությունը ավելի գերադասել էր, քան հիմիկվա։ Նայ, ես միշտ ինձ համարում եմ մի հատ շատ sense պայծառ սերնդի ներկայացուցիչ։ Ինչի, որովհետև ես հասցրել եմ տեսնել մի քիչ ձեզանից, մի քիչ նաև, այսինքն համ նրանից, համ սրանից, հա։ Ու ես էլ կարծում եմ, որ հիմա ընկերության գաղափարը ավելի զիջում է նախկինում ունեցած մեր ընկերության գաղափարին, որովհետև այո, նախկինում ավելի ջերմ էր, ավելի հոգատար էր ընկերությունը, իսկ հիմա այդպես չի, հիմա ավելի շատ մի քիչ չեմ սիրում այդ բառը, բայց այնքան տեղին է ձևականությունը շատ է հիմա ընկերության մեջ։ Հիմա երբեմն ընկերությունը անում են ցուցադրական ինչ-որ ապարտումներից ելնելով, բոլորովին պետք չի։ Եթե սիրտդ բաբախում է ընկերոջդ ուզում ես զանգես, հետո խոսաս, եթե պետք է ձևականի մեջ լինի, ում է պետք։ Այդ դա արդեն չեղավ ընկերությունը։ Այն ժամանակ ավելի շուտ ընդհանուր կերը կար, այսօր այդ ընդհանուր կերը չկա, որովհետև կա հեռախոս։ Պսևդո կեր։ Հա, ու ավելի շատ մրցման մեջ են մարդիկ այսօր իրար։ Այո, Իսկ առաջ չկար, առաջ իրար հետ ամեն ինչ կիսելու առիթ կար, չգիտեմ, ուրախություն, խաղ, անկեղծությունը ավելի շատ էր, չէ՞, ասի մենք դժվարին էինք ապրում իհարկե։ Դե հա, բնականաբար։ Բայց ամեն դեպքում իհարկե շատ էր։ Լավ, մայր։ Դա։ Մի հատ sense հարց, ճիշտ է, ես շատ առաջ չեմ գնում, բայց քանի որ մեր ժամանակներում ամեն օրվա հետ կյանքը գնում է առաջ եւ փոխվում է ամեն ինչ, ինչ ես կարծում։ Շատ հեռու չեմ գնում 2030 թվականին։ Ինչ տեսք կունենա ընկերությունը։
Օ, դե շատ հեռու չես գնում, կասեմ, որ երևի թե նույնը, բայց ավաղ պետք է նշեմ, որ 40-50 թվականին երևի արդեն ընկերություն չլինի։ 39-ին հələ ոչինչ, 30-35, 40-ի մոտ արդեն ինչքան գնանք, այնքան այս ընկերություն հասկացողությունը արժեքազրկվելու է։ Ասած ռուսի, чем дальше в лес, тем больше дров, հա։ Շատ ցավալի է։ Մեկ-մեկ պատկերացնես, ես даже այս երեխաներին տեսնում եմ, տեսնես սրանք ոնց են, որ մանկապարտեզում տեսնում եմ երեխաներին, դպրոցականներ իրար ասում, տեսնես որ մեծանուն ոնց են ընկերություն անելու, իսկապես իմ մտքով է անցնում, ու ինչ որ միտեղ ճմրտվում է սիրտս։ Հա։ Դեռ շատ եմ երեխեքին սիրում։ Հա, լրիվ կիսում եմ, ես դաժե մտածում եմ, որ այդ 2030-ն էլ չի զիջելու իրան ամեն ինչով ինչ դու ասում ես։ 4 տարի այդպես թվով թվում է թե քիչ, բայց եթե մի փոքր հետ հայացք մտենք, այնքան արագ է ամեն ինչ փոխվում։ Իհարկե։ Ամեն ակնթարթին ամեն րոպեին մի նոր բան ու մի նոր իրավիճակ է լինում, այնպես որ ես էլ եմ կարծում, որ գնալով ընկերություն ասվածը էլ մեր պատկերացումներով չի լինելու։ Գուցե իրանց համար դա արժեքավոր է, բայց մեր համար այո, արժեզրկված է, որովհետև մեր պատկերացումը լրիվ այլ է, իրենց պատկերացումը լրիվ այլ։ Ցավոք սրտի։ Հա։ Իրողություն է։ Ես առաջարկում եմ այս ծանր թեմայից Այո։ ու հետաքրքիր մի խաղ խաղալ։ Խաղում ենք թե դու ընտրում ես, որ ընկերն է քեզ ավելի նախընտրելու։ Ընկեր ով միշտ քեզ ասում է ճշմարտությունը, թե ընկեր ով խնայում է քեզ լռելով, որ դու չնեղվես։ Այ ես ճշմարտությունը շատ եմ սիրում, ճշմարտություն ասողը։ Ես էլ եմ համաձայն, բայց երբեմն ես նախընտրում եմ խնայող ընկերներին։ Ընկերությունը քեզ համար խոսելու, թե լռելու մասին է։ Եվ խոսելու, եւ լռելու։ Ընկերոջից զանգը ուրախություն, թե պատասխանատվություն։ Ուրախություն։ Տարիքը ընկերության մեջ թիվ է, թե փորձ։ Փորձ իհարկե։ Իվս որն է։ Չափուս։ Ընկերոջ հետ շփումը ամեն օր, թե երբ պետք է։ Երբ ստացվում է։ Հնարավորինս հաճախ։ Երկար ժամանակ չտեսնվել, չխոսել, բայց մնալ ընկերներ, թե ֆիզիկապես ներկայությունը կարևոր է։ Էլի ֆիզիկապես ներկայությունը շատ ցանկալի է, բայց միշտ չի ստացվում, գոնե հեռախոսով, գոնե։ Սահմաններն ընկերության մեջ պետք են թե խանգարում են։ Անպայման սահման, ամեն ինչը պետք է սահմանի մեջ լինի, բացի սիրուց, իմ կարծիքով։ Ես կարծում եմ ընկերություններ պիտի սահման ունենա, չէ, ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ։ Մարդկանց կարծիքը ձեր ընկերության մասին կարևոր է թե ոչ։ Ոչ իհարկե, ում ինչ գործ։ Ընկերոջ հետ ավելի հեշտ է լռել, թե ծիծաղել։ Լռելը բարդ է, ամեն ընկերոջ հետ բարդ է լռելը, հա, ավելի բարդ է, ծիծաղելը հայել կա է։ Ավելի հեշտ է ծիծաղել։ Հա, իհարկե։ Եվ Ահա։ վիճաբանությունից հետո առաջին քայլը դու թե նա։ Ով մեղավոր է, ես տենց կասեի։ Ով մեղավոր է, առաջինը ինքը։ Իսկ եթե մեղավորներ չկան։ Եթե ես շատ եմ գնահատում այդ մարդուն, եթե ինքը առաջի քայլը չանի, միգուցե ես առաջի քայլը անեմ, որ իրան չկորցնեմ։ Բայց կհասկացնեմ, որ ջանիկս սպասում եմ, որ դու քայլ անես, որտեղ մեղավորը դու ես։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, ով մեղավոր է, նա պետք է առաջի քայլը անի, որտեղ ճիշտը դա է։ Լավ։ Այո։ Դե մի հատ էլ ես եմ քո համար պատրաստել, ասեմ քեզ իրավիճակ ընդունում եմ, չեմ ընդունում։ Ընկերդ երկար ժամանակ չի գրում կամ չի զանգում։ Ինչ ես անում։ Չեմ ընդունում։ Հա, վերցրու Երկար ժամանակը նայած ինչքան երկար ժամանակ։ Այսինքն դու նստել ես, սպասել ես։ Չեմ ընդունում։ Զանգի հարցրային չի եղել։ Չեմ Այ քեզ ընդունում։ բան։ Ես տենց չէի անում։ Մարդիկ սխալ են հասկանում ձեր ընկերությունը։ Իրանց խնդիրը։ Այո։ Ընդհանրապես չեմ։ Ընկերոջ հետ խնդիրը կրկնվում է անդադար։ Ընդունում եմ անպայման, որովհետև ինքը իմ ընկերն է ամեն ձևով, բայց անընդհատ նաև ասում եմ, որ դա սխալ է։ Դու անդադար կրկնվում է այդ սխալը։ Անդադար ասելու եմ այնքան, մինչև ինքը հասկանա, որ դա սենյակ սխալ է։ Այ ճնշող սերունդ։ Այո, բա, չհասկացա։ Ծեծող ջարդող, չգիտեմ։ Եվ վերջին հարցը։
Ընկերոջդ քննադատում են քո ներկայությամբ։ Շատ բան են անում, իհարկե չեմ ընդունում դրանց Բայց քննադատողներն ես մտնում մուծել։ Այդա։ Ապրես։ Վերջ։ Այո։ Մար, ես առաջարկում եմ մի հատ էլ խաղ խաղանք, որտեղ մենք կհասկանանք ինչքան ներդաշնակ է մեր ընկերությունը։ Չնայած դրանով չի որ պիտի հասկանանք, բայց ամեն դեպքում ես կասեմ բառեր ու 3 վայրկյանի ընթացքում մենք կասենք այդ բառի հետ կապված մեր գունային ասոցիացիա։ Համաձայն ես։ Համաձայն եմ։ Պատրաստ ես։ Համաձայն եմ, ահա։ Գնացինք։ Ընկերություն։ Կանաչ։ Նիվեր։ Վստահություն։ Մանուշակագույն։ Կապույտ։ Տարիքային տարբերություն։ Կապույտ։ Այս ոչ մի գույն էլի։ Լրություն ընկերոջ հետ։ Կարմիր։ Բերլին։ Վիճաբանություն։ Կարմիր։ Մոխրագույն։ Կարմիր, վիճաբանություն, կարմիր։ Եվ ուշադրություն։ Ուշադրություն։ Մեր ընկերությունը։ Ախբեր ընկերությունը կանաչ։ Բերի։ Կանաչ։ Էլի կանաչ։ Էլի կանաչ, որովհետև մեջը կա կյանք։ Կանաչը զարգանում է։ Խոտը կանաչ է։ Ես ասոցիացրեցի պայծառ, տաք, ջերմ, դրա համարդեղի, բայց ամեն դեպքում մենք ունենք մեկ համընկնում գոնե։ Այո։ Մեր ընկերությունը ունի այսուհետ կանաչ գույնը։ Այսքանն էինք պատրաստել, խնդրում ենք, որ մեզ շատ խիստ չդատեք, որովհետև մենք ընդհանրապես փորձված չենք նմանատիպ ոլորտներում։ Մեզ գրեք լավ մեկնաբանություններ, որպեսզի ոգևորվենք եւ շարունակենք ձեզ հետ լինել, այո։ Բաժանորդագրվեք մեզ, ինչպես ասում են, սեղմեք լայքի կոճակը եւ օգնեք, որպեսզի մենք շարունակենք մեր հանդիպումները։ Մինչ հանդիպում։ Իսկ ես կցանկանամ, որ լավ ընկեր լինեք եւ լավ ընկերություն ունենաք։ Հաջողություն։